Բարև ձեզ, դուք լսում եք մեր podcast-ը, ինչն է ճիշտ, ինչն է սխալ սոցցանցերում։ Այո, Աննա, այսօր առաջին բանը, որ անում ենք, արթնանալուց հետո մեր հեռախոսներում ստուգել մեր հաղորդագրությունները։ Բայց հիմա հարց, սոցցանցերը մենք ենք կառավարում, թե սոցցանցերն են մեզ կառավարում։ Ահա հենց այդ տարբերությունն էլ այսօր ուզում եմ քննարկենք։ Ինչն է ճիշտ, ինչն է սխալ սոցցանցերում։ Աննա, գիտես, մի անգամ ինձ հաղորդագրություն եկավ, մեջբերումով, նկարում դու ես, ես ցանկացա բացել հղումը բացելուց հետո ինձանից պահանջեց գրել Facebook-յան էջիս գաղտնաբառը։ Դրանից հետո ես հասկացա, որ այս ամեն ինչը խաբեություն է եւ ցանկացա արագ դուրս գալ հղումից։ Այո, ես համակարծիք եմ քեզ հետ։ Իմ ընկերներից շատերը նույնպես բախվել են այս խնդրին եւ հիմնականում փորձում են զոհ դարձնել մեծահասակներին, կարծելով, որ նրանք բացարձակապես տեղյակ չեն համացանցից եւ փորձում են նրանց խաբել։ Ես նկատել եմ, որ սոցցանցերը ազդում են նաեւ ինքնագնահատականի վրա։ Շատերը ուշադրություն են դարձնում, թե նկարը քանի լայք է հավաքել, քանի կոմենտ է գրվել եւ այս ամեն ինչը շատ է ազդում ինքնագնահատականի վրա։ Այո, ես նույնպես նկատել եմ, որ իմ ընկերներից շատերն ունեն կախում համացանցից։ Նրանք բարբերաբար լուսանկարներ են տեղադրում իրենց սոցհարթակներում եւ անընդհատ ստուգում են նրանց մեկնաբանություններն ու հավանումները։ Եվ եթե նկարը քիչ հավանումներ է հավաքել, նրանք բավականաչափ տխրում են։ Գիտես, այս ամեն ինչը այնքան է զարգացել, որ նույնիսկ մարդիկ հատում են իրենց անձնական տարածքը։ Մի անգամ մի աղջիկ լուսանկար էր տեղադրել, որտեղ երևում էր իր տան հասցեն։ Դրանից հետո նա ասաց, որ իր ետևից մի մարդ եկավ, հենց նույն վայրը։ Այո, դա իրական վտանգ է։ Սոցցանցերը հանրային վայր են, բայց մենք դա հաճախ մոռանում ենք։ Չէ՞ որ ամեն ինչ հանրային դարձնելը ճիշտ չէ, դա սխալ է։ Ճիշտ է ցույց տալ այնքան, որքան քեզ պետք է, այլ ոչ թե ցույց տալ այնքան, որքան հետևորդներն։ Այսօր հասկացանք, որ սոցցանցերը ինքնին վտանգավոր չեն, պարզապես պետք է իմանալ ինչպես օգտագործել դրանք։ Ճիշտ է մտածել տարածելուց առաջ, ճիշտ է չհամեմատել քեզ ուրիշների հետ, ճիշտ է պահպանել անձնական տարածքը։ Ու երբ հաջորդ անգամ ցանկանում ես ինչ-որ բան տեղադրել կամ մեկնաբանել, հիշիր, յուրաքանչյուր հրապարակման հետևում կանգնած է իրական մարդ։ Շնորհակալություն մեր podcast-ը դիտելու համար, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ հետ էին Աննան եւ Մանեն։ Մի թող որ սոցցանցերը կառավարեն քեզ։